Ողջույն բոլորին, դուք գտնվում եք Xenix ալիքում։ Մենք այսօր նկարելու ենք Rodri-ի обзորը։ Տեսնենք ինքը ոնց է խաղում։ Այդ քարտը ունի 107 over։ Ես իր ստատերը ցույց տամ։ Ինքը թիմ չդրած 100 օբշ է։ Հիմա իր ստատերը ցույց տամ։ Հեսա։ Շատ ուժեղ պաշտպանվում է։ Այս քարտի обзորն ենք անելու մենք այսօր։ Կխաղանք մի քանի դիվիզիոնի խաղ։ Տեսնենք ինքը ոնց է խաղում։ Ու վերջում կարծիքս կասեմ, արժի իր անդամում խաղացնել թե չէ։ Իսկ դուք չեք մոռանում անպայման դնել լայքերը, բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք հետագա վիդեոները։ Դե ինչ, անցանք վիդեոյին։ Հիմա մի հատ դիվիզիոնի խաղ կխաղանք ու տեսնենք Rodri-ին ոնց է խաղում։ Կամ էլ լավ, եկենք լիգայի խաղ խաղանք, բայց լավ, սպասեք, այստեղ սաստավը արագ դզեմ ու անցնենք խաղին։ A few moments later. Դե ինչ հայեր ջան, սաստավը դզած է, Rodri-ին պատրաստ է։ Ոստե մի երկու փոխելու բան կա պրոստը։ Այստեղ ինչն է, ինչի։ Այս երկու հոգին են, զամենները չեմ փոխել էլի, երկար վաղտավոր լիգա չեմ խաղացել, տենց է էլի, դե ինչ, անցնենք խաղին։ Rodri, Gerrard ու ստեղ խլում են։ Բայց ուզում եմ հիշեմ, լեգենդայի տակ եմ դրել, հա։ Հայր ջան, կոմենտներում գրեք Բարսայի այս տարվա ֆորման ինչ ձև էլի, ոնց է ձեզ դուր գալիս, ու ստեղ Rodri-ին շատ լավ է պաշտպանվում, Հալանդ, Մեսի շատ ուշացրի պասը, բայց դե ոչ։ Հակիմի, Մագալիայես ուշտե քիչ էր մնում շտրաֆաներ, Լուիս Դիազ, Հալանդ, Հակիմի ու պաշտպանը խլում է գնդակը, Rodri-ին ստեղ շատ լավ է երկրորդ հարկում խաղում ու չի կարում ստեղ գնդակ խլի, սխալը ուղում է, շատ լավ է։ Ստեղ փորձենք խլենք գնդակը Ռեալից, Rodri լավ էլի, Rodri-ի պասերը այդքան էլ լավը չեն, նո պրինցիպի լավ է պաս տալիս ինքը, բայց իր պասերը այս խաղի ընթացքում շատ վատն են, չգիտեմ խի։
Ես ոչինչ, հեսա իրա սկիլերը կտամ։ Ինքը կսկսի նորմալ խաղալը։ Ու պլյուսը այնա, որ ես կարամ Ռոդրին սուպեր սաբ օգտագործեմ ու գոլ։ Հաշիվը բացված է, մեր օգտին 1-0 հաշվով գոլի հեղինակն է Լուիս Դիասը։ Դիասը տես մի շինով հարցակվող է էլի իմ համար։ Կոնկրետ ես սպակից շատ կուզեի ավելի որ ականջի տար ինձ, բայց դե ինձ մի հատը ինչքան հիշում եմ մի հատ պակից չեմ հիշում, հա, մի հատից Լուիս Դիաս ա տվել, մի հատից էլ չեմ հիշում, ինչ որ անկապ խաղացող էր, հա, 95 MB-ում հիշեցի, Բելինգեմ, ուստեղ ջադը շատ վատ է խաղում, Ռայկարդ, ալավ, Ռայկարդ, ես ինձ սխալ ես դու թույլ տալիս, Ռայկարդ, չանց իրան եմ մեղադրելու չի, չեր կարա ես գոլը պահեր, դուք էլ տեսակ էլի որ ամենակ գծի վրա էր գնդակը, շտանգից գծի վրա, Լուիս Դիաս, փորձենք գոլ խփենք ու հաղթենք Ռեալին։ Կոմենտներում գրեք, որ ակումբն եք ավելի շատ սիրում Բարսան թե Ռեալը։ Ռոդրի, Ստիվեն Ջերարդ, Մեսի, Հալանդ ու Մեսի, անկարա Մեսի։ Ֆրանկ Ռայկարդ։ Ուստեղ շատ լավ են պաշտպանվում կիսապաշտպանները, բացի Ռոդրիից, Ռոդրի, Ֆրանկ Ռայկարդը, Ռոդրի, ու ավարտվում է մեզ մոտ առաջի խաղակեսը 1-1։ Անցանք երկրորդ խաղակեսին։ Կիմիխ լավ է պաշտպանվում, Ռայկարդին, Վիլյան Պաչո, Կիմիխ, Վիլյան Պաչո, Ռոդրի, Ստիվեն Ջերարդ, Հալանդ, Լուիս Դիասը հասնում է գնդակին, Հակիմի, ու կորցնում ասի գնդակը, ուզում էի մի քիչ էլ առաջ գնայի ու Հակիմիով նավեսանեի, բայց չստացվեց։ Հակիմի, շատ լավ պահա ու Մեսի, ափսոս, բոյը 1.70-ը։ Կստացի, ովքեր չգիտեին ասեմ, որ Մեսին ժամանակին ունեցել է բոյի հետ կապված խնդիր ու դրա համար էլ հիմա սենց կարճ է էլի։ Ձեր կարծիքով ով է այս տարի ոսկե գնդակը հաղթելու։ Իմ համար դեռ տենց ուժեղ ֆավորիտներ չկան, ճիշտ է, Իսպանիան հաղթեց, բայց Յամալը իմ համար տենց ֆավորիտ, որ ասեմ, առաջին խաղացողը, առաջի տեղը կդնեմ, որ ոսկե գնդակը հաղթի, ես ինչ ահա որ ձևի կախում ու բոնում է խփում, հա, ինչ է ասում։ Յամալին տենց ես այդքան էլ շատ չեմ սիրում, ինչքան է որ Բարսայի ֆանատ եմ։ Իմ համար պատմության լավագույն աջ հարձակվողը Բարսայի մեջ եղել է Լիոնել Մեսին։ Իսկ ձախ հարձակվող եղել է բրազիլիացի։ Ու եթե դուք մտածում եք, ես պիտի ասեմ Նեյմար, դուք չարաչար սխալվում եք։ Ես կասեմ Ռոնալդինյո։
իրոք որ ինքը իրոք խաղը չես կարող չգնահատես ինչքան էլ ֆուտբոլ դու չսիրես, ինչքան էլ Ռոնալդինո չսիրես։ Ճիշտ է, ես Ռոնալդինոյի մեծ ֆան չեմ, բայց իր խաղը իրոք որ գնահատում եմ, ինքը ոնց որ քուչում խաղար, այդ կարգի։ Ուստեղ գոլ են կուտում խոսալուց ընթացքում, ոչինչ։ Հալանդ, Ստիվեն Ջերարդ չի կարող հասնի, Մագալյայես, Գաբրիել Մագալյայես, զզվում եմ ես Մագալյայեսից, PSG-ին դեմ խփած պենալի նման է խաղում։ Հիշում եք պենալը ոնց խփեց հայր։ Ջերարդ ու ավարտվում է խաղը։ Սպասեք առաջտա։ Ճիշտ է, Ռեալ Մադրիդին պարտվում ենք 2-1 հաշվով։ 3-1 անելիք։ 3-1 պարտվում ենք Ռեալին, բայց ասեմ Ռոդրիի մասին իմ կարծիքը։ Ռոդրին ընդհանրապես չէր հարձակվում, ինքը նստած էր պաշտպանությունում, իր պաշտպանությունը կգնահատեմ 10-ից 6-7, պասերը 10-ից 5 այս խաղի համար, որովհետև շատ վատ էր պասերը, բայց ինքը իրականում շատ լավ քարտ է, եթե իրան ճիշտ սկիլերը տաս, ճիշտ position training-ը տաս, ինքը հզոր քարտ է լինում, ուղղակի ես չեմ հզորացրել իրան, կստացի ասեմ, որ ես ես պակ եմ ասում, Ռոդրիին ես հանել եմ Հավայի, այսինքն ընդամենը 100 ոսկիով, 190 ոսկի եղել է, Հավայ ասել եմ մի հատ պակ բացեմ, մեկը իմ բախտը հաշվի առնելով նման պակերից, ես գիտեմ, որ ինձ լավ բան չէր տալու, բայց տվեց Ռոդրի, ու միջին խաղացող այնք, դե ինչ, այսքանն էր մեր այսօրվա վիդեոն, չենք մոռանում անպայման դնել լայքերը, բաժանորդագրվել ալիքին, գրել կոմենտ, որպեսզի բաց չթողնեք հետագա նոր վիդեոները, միշտ նոր հանդիպում։